Հունվար 20-ի իր հրամանով Պրեզիդենտ Թրամփը ստեղծեց Doge-ը։ Ես Վարդան Վարդանյանն եմ, սա իմ DV Talks YouTube-յան ալիքն եմ։ Ինչ է Doge-ը։ Հապավում է, նշանակում է Department of Government Efficiency, որը շատ վատ ձևով թարգմանեմ, նշանակում է պետական կառավարական արդյունավետության դեպարտամենտ։ Սխալ թարգմանությունը այն իմաստով, որ ես չգտա հայերենում efficiency բառի թարգմանությունը, արդյունավետություն չի դա։ Դա effectiveness-ն է արդյունավետությունը։ Հիմա բացատրեմ տարբերությունը։ Ուրեմն երկու հոգի նույն գործն են անում, նույն որակի, նույն չափով, բայց մեկը գործ անում է 3 ժամում, մեկը անում է 10 ժամում։ Սա որն է ավելի efficient, նա որ 3 ժամում է արել, բայց երկուսն էլ effective էին, որտեղ գործը կատարվել է նույն ձևի, նույն որակի։ Մեկը գործ է անում $500, մեկը անում է $1000, որն է ավելի efficient։ Բնականաբար նա որ ավելի քիչ դրամական ռեսուրս է ծախսում։ Ուրիշ խոսքով efficiency-ն դա գործը կատարել մինիմում ռեսուրսների ծախսով։ Ուրեմն ինչն է նպատակը ստեղծելու այս նոր դեպարտամենտը։ Պարզ է, որ կառավարության հիմնարկների աշխատանքը ավելի efficient սարքել։ Հիմա տեսնենք ինչպես։ Նախ եւ առաջ զգուշացնեմ, որ Doge-ը եւ Dogecoin-ը, այսպես կոչված կրիպտո վալյուտա կա մի հատ, որը որպես կատակ ստեղծեցին Bitcoin-ի վրա սատիրայի ձևով, նույն ձևի է գրվում, բայց նորից տարբեր ձևի արտասավում եւ տարբեր նպատակներ ունի։ Ինչն է սրանց կապը միայն այն, որ երկուսի մեջ էլ Elon Musk-ի մատը խառն է։ Այդ կրիպտո, ասենք, տարադրամը, որ ստեղծվեց, ոչ ոք դրա մասին չգիտեր, մինչև Elon Musk-ը սկսեց դրա մասին խոսալ եւ առնել եւ ռեկլամել եւ դրա գինը հանգարց թռավ վերև, մինչև դարձավ կապիտալիզացիա $85 միլիարդ։ Հետո սկսեց իջնել բարձրանալ եւ տատամել եւ այդքան բան։ Բայց այս հիմնարկն էլ Elon Musk-ի գաղափարն էր։ Ուրեմն Արգենտինայի նախագահի հետ խոսալու ժամանակ իմացել է, որ Արգենտինայում մի նախարարություն կա, որը կոչվում է Ministry of Deregulation and Transformation։ Այսինքն ապա կառավարում եւ վերափոխման նախարարություն։ Նպատակը ինչ է, որ արգենտինական կառավարությունը ավելի լավ աշխատի, բայց եւ քաղաքացիների վրա գոյություն ունեցող օրենքներ, կանոններ եւ այլ դրանք պակասեցնեն, մինիմումի հասցնեն, որտեվ որոշ երկրներում, հատկապես եվրոպական կամ սոցիալիստական տիպի երկրներում շատ ամեն ինչը փորձում է կառավարությունը ղեկավարել օրենքներով, կանոններով, իսկ գաղափարը այն է, որ պետք է պակասեցնես մարդկանց ազատություն տաս։ Այսպիսի մի մինիստրություն կա Արգենտինայում, ուրեմն Elon Musk-ը եկել է նույն բանը բացատրել է Թրամփին բառացիորեն 10 րոպե խոսակցությունից հետո Թրամփ ասաց, օքեյ, անում ենք, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, ամբողջ իր պրեզիդենտական կաբինետը դրա մասին չգիտեր, ինքը դրա մասին հայտարարում է հեռուստացույցով եւ ասում է, որ Elon Musk-ն ղեկավարում է իր գաղափարն է, ինքը դրանով կսպառվի։ Elon Musk-ը իհարկե մի անգամից գործի անցավ, առանց ժամանակ կորցնելու եւ ուղարկեց, ասենք, իր առաքիչներին, ոնց որ երիտասարդ IT բնակավարի մարդիկ, որոնք ընդհանրապես ոչ մի փորձառություն չունեին աշխատանքի, չասեմ պետական աշխատանքի։ Եվ այն տպավորությունը, որ այս մարդիկ, չգիտես ինչու կարծում են, որ
բոլոր պետական նախարարությունները նույն կարիքները ունեն, նույն արդյունավետությամբ են աշխատում, նույն չափի ուռճացած կամ ոչ աշխատակազմ ունեն, իրենց համար կարևոր չի։ Իհարկե բոլոր մարդիկ, որոնք կյանքում չեն աշխատել ոչ մի կառավարական համակարգում, իրենց թվում է թե բոլոր պետական աշխատողները դրանք գործի ժամանակ միայն սուրճ են խմում կամ չգիտեմ ինչ են անում, խոսում են եւ գործ չեն անում։ Հետևաբար միշտ կարելի է սրանց ձրիակերներին ազատել, գործից հանել եւ այլ։ Իհարկե ոչ ոք չի ասի, որ պետական հիմնարկներում չի կարելի բարելավումներ մտցնել, իհարկե կարելի է, բայց մտցնողը պիտի գործից հասկանա։ Այսպես ճիշտ կլիներ, չէ՞ երևի որևէ բիզնես չեր վերցնի ինչ որ IT երիտասարդի ամփոփության, որ իրեն մոտ բարեփոխություններ մտցնի, եթե ինքը օրինակի համար ասենք թե ունի բիզնես, որը IT-ի հետ կապ չունի, կամ IT բնակավարից դուրս ինչ որ բարեխում պետք է մարքեթինգը լավացնես, ոչ ես բերելու ոչ մարքեթինգի մասնակետի, բայց Իլոն Մասկը կարծում էր, որ իր 20 տարեկան կամ չգիտեմ քանի տարեկան երիտասարդը առանց փորձառության կարող է գնա օրինակի համար պետնախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եւ այնտեղ որոշի թե որ ծրագրերը պետք է լինեն, որոնք պետք է կտրել, քանի աշխատող պետք է հանել գործից եւ այլ, այսպիսի մոտեցում ցույց տվեցին իրենց այս Dodge կոչված հիմնարկով։ Հայաց ցավալի բաներից մեկն էր, որ ոչ միայն մասնագիտական չէին, այլև մոտեցումը շատ կասկածելի էր։ Երկու օրինակ տամ ինչու։ Նախ առաջին հարցը որ տվեցին լրագրողները, թե բայց Իլոն Մասկը միլիարդավոր պետական կոնտրակտներ ունի։ Եթե ինքը սրանով դիզբաղվի, ոնց է ասելու, որ ինքը այստեղ շահումների բախում չի առաջանում, ինքը կտրի ծրագրեր, որոնք իրեն հարմար չեն կամ կարող է մրցակցում են իրեն իր կոնտրակտների հետ եւ հակառակը եւ պատասխանը շատ անբավարար էր, իհարկե Թրամփ ասեց, որ ինքը այդ ծրագրերով չի զբաղվի, ինքը կորոշի, որ դա իրեն պետք չի զբաղվել։ Իսկ իր խոսնակի պատասխանը որ աներ, ինքը չի, Իլոն Մասկը չի ղեկավարը, ուրիշ մի կին կա, նա է ղեկավարը։ Իհարկե ոչ ոք դրա մասին չէր ասել պրեզիդենտին, որտեվ հաջորդ օրը Թրամփը նորից նրան հայտարարեց, որ նա է ղեկավարը եւ իհարկե Իլոն Մասկը չգիտես ինչու, եթե նա չի պետական աշխատող, իրեն նոր բան են տվել, անուն են տվել, հատուկ պետական աշխատող է ինքը, ուրեմն կաբինետ միտինգի ժողովի ժամանակ բոլոր նստած են նախարարները, Իլոն Մասկն էլ ինչ-որ զեկուցումներ է կարդում, թե ինչքան կտրել է, ինչքան փող է խնայել այստեղ այնտեղ եւ այլ եւ այլ։ Մյուս վախենալու բանը էր, որ մտան սկսեցին բոլոր առաջի բանը որ արեցին, ուրեմն արտաքին գործերի նախարարությունում, սոցիալապահովության այդ էջենսիում իրենց Dodge-ի այս IT մասնագետ երիտասարդները մտան եւ գրավեցին ամբողջ database-ը։ Դուրս գցեցին, արգելեցին պետական IT աշխատողներին կամ կոնտրակտորներին, որոնք միջև այդ գործն էին անում, database-երն էին պահում, իրենք վերցեցին իրենց ձեռքը եւ սկսեցին ամբողջ database-ից տվյալները քաշել։ Ում համար պատկերացնեք ամբողջ բոլոր պասպորտ ունեցողների ինֆորմացիան, որը արտգործնախարարությունում նստած էր, նրանց ձեռքը գնաց։ Բոլոր սոցիալապահովության մինուսության տվյալները հանեցին։ Հարցարաշում ինչու համար տվյալը պիտի տանես, եթե քո նպատակը արդյունավետություն ավելացնելն է, ինչ գործ ունես, դու մտնում ես տվյալների մեջ, չէ՞։ Բայց սա եղավ։ Ուրիշ վատ բաներից, արդյունքներից մեկը էր, որ աշխատողների մոտ սկսվեց խայտարակ
արտոնավետության անկում, որտեղ սկսեցին բոլորը մտածել իրենց աշխատանքի մասին։ Ինչու՞, որովհետև ամենաառաջի բաներից մեկը, որ արեցին իրենք, սկսեցին պահանջել, որ մարդիկ արդարացնեն իրենց գոյությունը, այսպես ասած, իրենց աշխատավարձը։ Հրամաններ էր գալիս, նամակներ, բոլոր տարբեր նախարարությունների աշխատողներին ուղղակի պետական կադրերի բաժնից, այդպիսի մի առանձին հաստատություն կա, որը ամեն մի նախարարություն կամ agency իր կադրերի բաժինը ունի, բայց մի հատ էլ կա ընդհանուր պետական, որը հիմնականում բոլորի տվյալներն է պահում բանի համար, որ գրանցում է իրենց ստաժը, գրանցում է իրենց հետո թոշակը, իրենք են տալիս քեզ պետական թոշակը եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուրեմն միջև քանի դեռ աշխատում ես ինչ-որ մի հիմնարկում նա է պահում քո ինֆորմացիան, հետո թոշակից հետո դա անցնում է OPM-ին, Office of Personnel Management-ը կոչվում։ Հրամանները այնտեղից էին գալիս, որը ոչ մի ձևով դա ճիշտ չի եւ պետք է գա քո անձնական, ասենք թե հիմնարկի ղեկավարությունից, ոչ թե դրսից ուրիշ հիմնարկից կամ ինչ-որ ուրիշ պետական կառույցից։ Եթե դու ասենք թե զինվորական ես, պիտի գա պաշտպանության նախարարությունից քեզ որևէ եթե մեկը հրամայում է թե գրի թե ինչ էր անում երեք կամ անցյալ շաբաթ, ոչ թե ինչ-որ մի ուրիշ կադրերի բաժնից, ուրիշ տեղից։ Մի խոսքով այսպիսի հիմար բաներ շատ եղան, մարդկանց սկսեցին ասել ռեժիմները պատրաստեք ու արկեք, որ մենք որոշենք, թե դու արժանի ես այդ գործ ունենաս, թե չէ։ Որը նորից հիմարություն է, որովհետև դու մարդու աշխատանքը գնահատելու համար այդ աշխատանքից մի բան հասկանաս։ Որպեսզի ես միշտ ասում եմ, ողոքում եմ միշտ, որ կադրերի բաժինը բավական չի իմանում իմ որակավորումը չունի, որ նա կադրերի բաժինը որոշի ես աշխատանքս լավ եմ անում, թե չէ։ Իմ անձնական մարդը պետք է իմանա, երբ որ դու գործի ես դիմում ու արկում ես կադրերի բաժին եւ կադրերի բաժինը այդ նոր ինչ-որ հիմնարկում, նա պետք է որոշի դու լինում ես այնտեղ քո ռեզյումեն, ասենք թե առաջ ուղարկենք թե չէ, դա արդեն սխալ գործ կա այդտեղ, չէ՞, ինչ-որ բան կա, որ դու մասնագիտությամբ կադրերի բաժնի մասնագետ ես, ոչ թե ասենք այն կոնկրետ գործը, որ ես եմ արում։ Իհարկե միշտ ռեժիմները նայում են այո մասնագետը ինչ-որ, բայց սկզբնական առաջի բանը ասում են ֆիլտրը ընդեղ են անում, կամ ինչ-որ կոմպյուտեր է անում։ Եվ դուք պատկերացեք ընդհանրապես դրսից ինչ-որ մի IT մասնագետ 20 տարեկան եկել է, նա պիտի որոշի դու ճիշտ ես անում գործը կամ չէ, հիմարություն է։ Բայց հետևանքը era մարդիկ սկսեցին ներվանանալ, սկսեցին իրացել եկավ, որ եթե դու ինքդ չգնաս, թոշակի մենք ես գործից կհանենք կամ այսպիսի բաներ։ Շատերը դուրս եկան, ով որ կարող էր իրեն թույլ տալ։ Ցավոք սրտի նրանք ամենալավ աշխատողներն էին եւ ամենափորձառուները։ Այն որ շատ լավ չի աշխատում, նա գիտի, որ ինքը շատ հույս չունի դրսում գործ գտնելու, լավ էլ չի աշխատում, դա տապուկ նստում են, սպասում են, որ այս ալիքն էլ կանցնի, հետ գա ամեն ինչ դեռ գա։ Իհարկե գործից հանելուց հետո իրենք արդեն Իլոն Մասկը դեռ զեկուցում էր, որ ինչքան խնայողություն է կատարել, քանի ծրագիր է փակել եւ այլ եւ այլ։ Օրինակ USAID ծրագրերը փակեցին չէ Հայաստանում 300 միլիոնի ծրագիր փակեցին, այդ աշխատանքի տեղեր էին, դրանք մարդիկ էին աշխատում դրա վրա։ Եվ ոչ միայն ասենք Հայաստանում, ոչ միայն ինչ-որ կոնտրակտորներ, բայց պետական աշխատողներ։ Ընդհանրապես USAID-ին փակեցին, այդ ֆունկցիան ընդհանրապես տեղափոխեցին արտաքին գործերի նախարարություն։ Այսպես բաներ շատ կատարվեցին եւ բնականաբար շատ վատ ազդեցություն ունեցավ աշխատողների վրա եւ արտոնավետությունը ոչ թե բարձրացավ, այլ երևի 10 անգամ ավելի պակասեց, որովհետեւ ավելի զբաղված են արդարացնելու, գրելու թե իրենք ինչու համար պիտի գոյություն ունենան։ Ուրիշ խոսքով ասեմ, որ էֆեկտիվության իմաստով ամերիկյան կառավարությունը շատ էֆեկտիվ է։ Գործը անում է միշտ մտքին դիր, նա կանի անպայման։ Երբեք ոչ ոք նրան չի մեղադրել, որ նա efficient է, այսինքն քիչ ռեսուրսներով է գործը անում։ Եթե մի երկիր մի բան կարող էր արել, ասենք թե ինչ որ մի գնի, ամերիկան դրա 15 անգամ պիտի ծախսի մինիմում, որպեսզի անի։
ես միշտ կատակով ասում եմ, որ եթե միտեղ հրդե ընկել, փոխանակ ջուր բերեն լցնեն, բերում են վրան այնքան դոլար են լցնում, որ այդ կրակը խեղդվի, թթվածնի պակասից ու մեռնի։ Միշտ կարելի է միգուցե ջրով հանգցնել։ Լուծումները փող ծախսելու մեջ ամերիկան շատ լավ է, efficient չի, դա ճիշտ է, պետք է արվի, լուծվի, բայց effective այո։ Սի համարյա բան չկա Քենեդիի ասացի պես, եթե միտքը դնի անպայման կանին, լինում է։ Բայց իհարկե բարելավման տեղ շատ կա։ Պետք է բարելավում անողը գործից հասկացող լինի։ Իսկ դրսից եկող մարդիկ բոլոր նախարարությունների, բոլոր մասնագետների մասնագետ չեն եւ հունվար 20-ից օրենքը բանը հիմնարկը ստեղծվեց, հիմա մենք ապրիլ ինչ ենք այսօր 11, արդեն գործի 90%-ը արել են, որովհետև եւ ասել են, որ հեսա քանի ամսից այդ հիմնարկը պիտի փակվի, գործը պիտի կատարված լինի։ Այդ ինչ ֆանտաստիկ, չգիտեմ, տաղանդավոր հանճարեղ մարդիկ է, սրանք անհայտ է, բայց այս է գործը։ Ավելի երկար չխոսանք, մի բան էլ ավելացնեմ, որ իրենք երևի օգտակար բաներից մեկը այն էր, որ վերացրեցին հիմնարկներից այսպես կոչված DEIA բաժինները, Diversification, Equity, Inclusion and Accessibility, այս նոր բաժիններ էին, որը ստեղծվել էին իբրև թե հավասարություն եւ աշխատանքային հնարավորություններ լավացնելու փոքրամասնությունների, բայց հիմնականում որտեղ այդպիսի բան արդեն կար, օրենքում հաստատված ձևերով եւ այդպիսի օֆիսներ կային, դրանք equal opportunity office-ներն էին, EEO office-ներն էին։ ISD-ը հիմնականում զբաղվում էր այս նոր gender specific gender-ի հետ կապված ռուսերեն gender են ասում դրան հարցերով, որ այդ իբրև թե դրանց իրավունքները պաշտպանեն եւ այլ, այս абսուրդի էր հասել որոշ տեղերում մենեջերների աշխատանքային ծրագրերում նույնիսկ դա տեղ էր գտել, որ դու պիտի ավելացնես այսպիսի բնակավարում քո աշխատանքի չափը, քո գնահատականը կախված է դրանից, մինչև 20% քո աշխատանքի գնահատականը դրա վրա է նստած եւ այլ։ Հիմարությունների չափ անցել էր, նույնիսկ շատ այսպես ասած տրադիցիոն միասեռականներ կան, որ ասում են ես չեմ հասկանում սրանք ինչ են խոսում արդեն։ Են LGBTQ+++, ինչ որ բաներ են, որ արդեն չգիտեմ ինչի մասն են խոսում սրանք։ Այդ օֆիսները փակեցին։ Ոչ ոք դրա մասին իհարկե չի բողոքում, բայց ընդհանրապես իրենց արած այս ամբողջ աշխատանքը միջև հիմա, որ իբրև պիտի լավացներ արդյունավետությունը աշխատանքի, efficiency-ն դասացներ, ոչ մի դեպքում այդ նպատակին չեն կարողացել հասել, կարող եմ ասեմ 100%-ով։ Այո, որոշ ծրագրեր փակել են, այն ինչ որ ասում էր, չգիտեմ, մկների, չգիտեմ, ինչ որ ծրագիր, որի վրա $1 միլիոն են ծախում, ինքս բառը չէր հասկացել ինչ են խոսում։ Այնտեղ բոլորովին էլ մկների գենդերի մասին չէր, այլ գենետիկայի մասին էր, ինքը անգլերենի մեջ էլ այդքան պարզումը շատ ուժեղ չի, այդտեղ փողը ծախսվում էր գենետիկական թեստեր տնելու համար մկների վրա, որպեսզի քաղցկեղի դեմ պայքարեն կամ ուրիշ չգիտեմ ինչ որ հիվանդությունների դեմ լրիվ գործից չեն, այդ աշճան չեն հասկանում գործից անողները ծրագրեր կան, որ կարելի է փակել իհարկե, բայց ոչ այս ձևով, ոչ թե այս մակարդակի աշխատանքի ձևով։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հարցեր կան գրեք։